Հիմա անցնենք նոր թեմային, որը կլինի Դիրիխլեի սկզբունքը։ Իմաստով կարողա ծանոթ լինեք։ Հիմա պարզ օրինակներից սկսենք հասկանալ, թե ինչի մասին է։ Օրինակ հիմա այս Zoom-ի հանդիպմանը 20 մասնակից կա։ Այդ 20 մասնակիցներից կարանք պնդենք արդյոք, որ 2 հոգի ծնվել են նույն ամսին։ Պարտադիր նույն տարվա։ Կարող է որ նույն ամսին։ Կարող ենք պնդել, որովհետև ամիսները որ գրենք, հունվար, եկեք թվերով գրենք, առաջին ամիս, երկրորդ ամիս, երրորդ ամիս, մինչև 12-րդ ամիս, չէ՞։ Ուրեմն 12 տարբեր ամիս կա։ Իսկ դուք 20 հոգի եք։ Կարանք արդյոք տենց վստահ ասենք, որ ինչ-որ 2 հոգի նույն ամսին են ծնվել։ Կարանք ասենք, որովհետև եթե ամեն ամսին առավելագույնը մի հոգի ծնված լիներ, այդ դեպքում կստացվեր մի հոգի հունվարին, մի հոգի փետրվարին, մի հոգի մարտին, ու այն շարունակ, մի հոգի էլ դեկտեմբերին կստացվեր 12 հոգի, չէ՞։ Բայց մենք 12-ից ավելի շատ մարդ ունենք։ Ուրեմն 2 հոգին ծնվել են նույն ամսին։ Իսկ կարանք արդյոք պնդենք, որ 2 հոգի ինչ որ ամսվա նույն օրն են ծնվել։ Չենք կարող պնդել, որովհետև եթե օրերի քանակն ենք նայում, օրերի քանակը թեկուզ 28 էլ եթե լինի, փետրվարն էլ նայենք, էլի որ հնարավոր է մենաքիչը 28 օր։ Ցանկացած ամիս 28 օր ունի, իսկ դուք 20 հոգի եք, այսինքն շատ հանգիստ կարա մեկ ամսի 1-ին ծնված լինի, մյուս ամսի 2-ին, տենց մինչև ամսի 20-ին, ու ոչ մի նույն օր ամսաթվի 2 հոգի ծնված չլինեն։ Իսկ քանի հոգի լիներ, որ կարողանայինք վստահ ասել, որ 2 հոգի ծնվել են ինչ որ ամսվա, տենց նույն օրը։ Պարտադիր չի նույն ամսվա, բայց ինչ որ ամսվա նույն օր։ Օրինակ 28 հոգին հերիք կլիներ, 28-ը հերիք չէր լինի, 29-ը հերիք կլիներ, հերիք չէր լինի, որովհետև կարող է 31 օրանի ամսվա, ամսի 1-ին, 2-ին, 3-ին, մինչև տենց 29, 30, 31, կարող բոլոր 31 օրանի ամսվա օրերին եք ծնվել, ու տենց 1-ից մինչև 31-ը լինի։ Այսինքն նույնիսկ 31 հոգու դեպքում չենք կարող պնդենք, որ 2 հոգի նույն օրն են ծնվել։ Բայց եթե լինի 31-ից մեկով ավել մարդ, արդեն եթե փորձենք ամեն օր մի հոգի համարենք ծնվել է, դեպքում ընդհանուր լինելու է 31 հոգի։ Բայց եթե լիներ 32 մարդ, այդ դեպքում վստահ կարայինք ասենք, որ 2 հոգի ծնվել են նույն օրով ամսաթվին, էլի։ Նույն ամսաթվին։ Իսկ կարանք օրինակ պնդենք, որ նորից 20 հոգի սենք, ես էլ եմ ձեր հետ 20 հոգի երևի, ու 12 ամիս կա, չէ՞։ Ասեցինք, որ եթե ամեն մեկում մի հոգի համարենք ծնվել է, կլիներ 12 հոգի, բայց ունենք 20 հոգի։ Μα կարանք արդյոք պնդենք, որ ուրեմն 8 հատ ամիս, 20-ից հանած 12, 8 հատ ամիսներին ծնվել են 2-ական հոգի։ Կարանք թե չէ։ Ալեքսը X-ը անում, հիմնականը գրում են ոչ, բայց այո գրող էլ կա 2 հոգի։ Իրականում պատասխանը այնա, որ չենք կարող պնդենք, որովհետև կարող է նույն ստացվի, որ բոլոր մարդիկ, բոլորս ծնվել ենք հունվարին, ու մնացած ամիսներին ընդհանրապես ոչ մեկ չի ծնվել։ Կամ թեկուզ թող լինի ամեն ամիսը մեկական, բայց հունվարին ոչ թե 1, այլ միանգամից 9 հոգի։ Ինչքան 11 հոգի մյուս ամիսներին, 9 հոգի հունվարին։ Չեղավ չէ, որ 8 հատ ամիս կա, որ 2-ական հոգի են ծնվել։ Այս տրամաբանությունը ինքը շատ պարզ տրամաբանություն է, որ եթե մի բանը մյուսից ավելի շատ է, ուրեմն ինչ-որ միտեղ 2 հատ է, որը կոչվում է Դիրիխլեի սկզբունք, ու ձևակերպվում է սենց։ Եթե ունենք n հատ վանդակ ու n+1 հատ նապաստակ, ու այս նապաստակներին տեղավորում ենք վանդակներում, ուրեմն հաստատ գոնե մի հատ վանդակում, գոնե 2 հատ նապաստակ է լինելու։ Չենք կարող պնդենք, որ ուղիղ մի հատ վանդակում ու ուղիղ 2 հատ նապաստակ,
որտեղ նորից նախորդ օրինակի պես կարող ես բոլոր նապաստակներին տեղավորում ենք նույն վանդակում։ Կամ կարող է ստեղ տեղավորում ենք 2 հատ, 2 հատ, 2 հատ, ստեղ 0, 0, մնացածը ինչ որ ձևով էլի տեղավորում ենք։ Այսինքն կարող համ դատարկ վանդակ մնա, համ մի քանի հատ 2 հատանոց վանդակ լինի։ Մի խոսքով տես տարբեր ձևեր հնարավոր են, բայց միակ բանը, որ կարանք սենց հաստատ վստահասենք, այդ այնա, որ գոնե մեկ վանդակում կա գոնե 2 նապաստակ։ Այս ձեռքերը եք բարձրացրել, հարց ունեք, թե ուզում եք ես նախորդ բանին պատասխանեիք։ Եթե հարց ունեք, պահեք ձեռքերը, եթե հարց չունեք, իջացրեք։ Արամե, հարց ունես։ Չէ, իջացրեցիք։ Այս պարզ տրամաբանությունը իրականում մեկ-մեկ սենց բավականին բարդ խնդիրներ է լուծում, որ լուծենք կտենանք, էլի ինչ տարբեր թաքնված տեղերում է ինքը երևում ու ոնց է լուծում մեր խնդիրներին։ Սկսենք մի հատ պարզ օրինակից։ Ապացուցել, որ 3 հատ թվերից ինչ որ 2 հատի գումարը զույգ է։ Մտածեք, լուծեք, ձեռք բարձրացրեք, քննարկենք։ Քանի որ ձեռքերը արդեն ահագին շատ են, լսենք Անրիին։ Ուզում ասում է, որ պետք է ապացուցել, թե ցանկացած 3 թվերից ինչ որ երկուսի գումարը զույգ է։ Օրինակ վերցնենք 4, 6, 7 թվերը։ Այստեղ եթե 4-ին գումանենք 6, կստացվի 10, իսկ 10-ը զույգ թիվ է։ Հետո Զույգին եթե գումանենք զույգ, ինչ էլ լինի, պատասխանը նրանց լինելու է զույգ։ Կամ ուրիշ օրինակ կարող ենք վերցնել 5, 7, 9 թվերը իսկ եւ ինչ ես կարծում, եթե ասում եմ ցանկացած 3 հատ թվերի դեպքում, արդյոք օրինակներ նայելով դու կարողանաս տենց ապացուցես խնդիրը։ Քանի հատ օրինակ կարա պետք, քանի հատ օրինակ կա ընդհանրապես։ 8-ը։ Անվերջ հատ, որտեղ թվերը անվերջ են, չէ՞։ Հա։ Ու այստեղ պետք է նաև ավելացնել ցանկացած 3 հատ բնական թվերից, որովհետև եթե Այսինքն կոտորական լինի, ռացիոնալ է հաշվի կարար կամ ամբողջ։ չէ, հենց դա ասում եմ պետք է ասենց բնական լինի, այդ բառը մոռացել եմ գրամ, էլի։ Հա։ Ցանկացած 3 հատ բնական թվերից ինչ որ 2 հատի գումարը զույգ է։ Եթե դու տենց օրինակներով նայես, կարող է այսօր չպրծնենք, վաղն էլ չպրծնենք ու երբեք չպրծնենք, որտեղ անվերջատ օրինակ նայելը մի քիչ երկար է տևում, էլի։ Ոստի պետք է ավելի ընդհանուր տրամաբանություն գտնել, որ ոչ թե օրինակներ նայել, այլ ասել, քանի որ սենց է ցանկացած դեպքում, ուրեմն ինչ որ սենց մի բան։ Գոր Գրիգորյան, կասես, այսօր քեզ էլ չենք լսել։ Ես կենտ զույգով եմ արել, առաջ տարբերակը վերցրել եմ, որ մի հատ կենտ լինի, 2 հատ զույգ, այդտեղ 2 զույգի գումարը կտա զույգ։ Հաջորդը 2 հատ կենտ լինի, մի հատ զույգ, 2 կենտի գումարը կտա էլի զույգ։ Հետո 3-ն էլ կենտ, էլի 2-ը բան կան, մեկ էլ 3-ն է զույգ։ Ճիշտ է։ Դες Անրի, քո ասած տրամաբանությամբ դու պետքա, եթե հենց թվերի օրինակներ ես նայում, պետքա անվերջատ օրինակ նայես, որ ստացվի։ Իսկ երբ որ ասում ես, որ թվերի մեջ մեր համար տարբերություն չկա իրանց, մեր համար էական չի իրանց թվային արժեքը, կարևոր է իրանք զույգ են թե կենտ։ Այդ դեպքում դեպքերի քանակը հակին քչանում է, ընդհանրապես ասենց մի քանի հատիկ դեպք ենք նայում։ Կենտերի քանակը կամ կարող լինի 0 հատ, կամ մի հատ, կամ 2 հատ, կամ 3 հատ։ Ընդհանրապես 4 հատ դեպք ենք նայում, յուրաքանչյուրի պարագայում ստանում ենք։ Բայց այդտեղ հələ որ Դիրիխլեի սկզբունքը այդքան էլ չօգտագործվեց, որը իհարկե վատ չի, բայց կարելի է Դիրիխլեի սկզբունքով էլ ավելի հավես հնչող լուծում ասել, որը հուսով ենք Ալեքսը կասի։ Բայց հնարավոր չի։
Ինչը հնարավոր չի։ Խնդիր եմ։ Օրինակ ես առաջին երկու հատ բաները, որ կեն զույգ ու կեն զույգ։ Եթե կենտ ու զույգ ընտրենք, դրանց գումարը կենտ տալն է։ Հա, բայց ասում եմ ինչ որ երկու հատի։ Նայ ցանկացած 3 հատ թվերից Տարանք ընտրենք։ ինչ որ երկու հատի։ Անպայման չի։ Մենք ենք էլի ընտրում։ Հիմա ես ընտրում եմ սրան գորապացը, որ հնարավոր չի։ Ես ինչ մեղք ունեմ, որ դու ընտրելուց թույլ ես։ Նա եթե ասում ենք ապացուցել, որ ցանկացածի մեջ կա ինչ որ մի բան, ոնց որ ապացուցել, որ ցանկացած պետություն ունի սահմանադրություն օրինակ։ Մենք վերցնում ենք պետությունը, ասում ենք էսա, այսի իր սահմանադրությունն է։ Նա դու ոնց որ ասես վերցնեմ պետությունը, այսի քարի կտորա սահմանադրություն չի։ Ոնց ասում ենք վերցնում ենք այս 3 հատի միջից այսի բավարարումը մեր ուզածին, մեր ուզած սահմանադրությունն է, այսինքն գումարը զույգ է։ Դու ասում ես, հա բայց այս 2 հատի գումարը քարի կտորա, որը մեզ պետք չի։ Հա ինչ անենք, որ պետք չի։ Քո ասածը ճիշտ կլիներ, եթե ասեր ցանկացած 3 թվերից ցանկացած 2 հատի գումարը զույգ է։ Այսինքն ստեղից ինչն էլ վերցնենք, պետք է զույգ տար։ Բայց տենց չի ասում, ասում է ինչ որ 2 հատի գումարը։ Այս համարժեք ձևակերպումը, որ ասեր ցանկացած 3 հատ թվերից կարելի է ընտրել երկու հատը, որոնց գումարը զույգ է։ Արզեր, ինչ որը ու ցանկացածը խիստ տարբերվում են իրարից։ Ցանկացած նշանակում է ինչ պատահի, բոլոր հնարավոր դեպքերում, իսկ ինչ որ նշանակում է տենց բան գոյություն ունի, կարելի է ընտրել։ Լևոն, Միքայել, ուզում ես Դիրիխլեի սկզբունքով լուծում ասես, դե ասա։ Ես έτσι եմ մտածում, ասում եմ բոլոր այդ ամեն 3 թվերից հաստատ գոնե երկուսը կամ զույգ են կամ կենտ են։ Իսկ դա արդեն մեզ ապահովում է, որ դրանց կարող ենք ստանալ զույգ։ Պատկերացնենք երկու հատ sense զամբյուղ ունենք, սա զույգ թվերի զամբյուղն է, սա կենտ թվերի զամբյուղն է։ Եթե մենք 3 հատ թիվ ունենք A, B, C, սրանցից յուրաքանչյուրը կամ զույգ է կամ կենտ, չէ՞։ Ուրեմն ըստ Դիրիխլեի սկզբունքի, այս 3 հատից երկուսը լինելու են նույն զամբյուղից։ Եթե երկու հատը եղան այս զամբյուղից, A, B, իրենց գումարը կլինի զույգ։ Եթե երկու հատը եղան այս զամբյուղից, A, B, իրենց գումարը կլինի զույգ։ Այսինքն ըստ Դիրիխլեի սկզբունքի 3 հատ թվերից գոնե երկուսը ունեն նույն զույգությունը, այսինքն նույն զամբյուղի մեջ են։ Իսկ նույն զույգության թվերի գումարը զույգ թիվ է։ Արզեր։ Անցնենք հաջորդ օրինակին։ Էլի հիմա ձեռքերը իջացրեք, մի քանի րոպե մտածեք, լուծեք, բարձրացրեք։ Կլսենք Մնոյան Վարոզյանին։ Ռուբենը գրատախտային գրել է 6 հատ իրարից տարբեր բնական թվեր, ընդ որում այդ բոլոր թվերը փոքր են 11-ից։ Ապացուցել, որ հնարավոր է ընտրել այդ թվերից 2 հատն այդպես, որ դրանց տարբերությունը լինի 1։ Տրված խնդրում ասվում է, որ Ռուբենը գրատախտակին գրել է 6 հատ իրարից տարբեր բնական թվեր, որոնք փոքր են 11-ից։ 11-ից փոքր բնական թվերն են 1-ից մինչև 10-ը։ Եվ մենք պետք է կազմենք զույգեր, թվային զույգեր, որոնց տարբերությունը պետք է ստացվի 1։ Առաջին թվային զույգը 1-ը եւ 2-ը, քանի որ 2-ից հանենք 1, կստանանք 1 տարբերություն։ Մյուսը 3, 4, 5, 6, 7, 8 եւ 9, 10։ Եվ այդ թվերի շարքում կա 9 զույգ։ Ինչքան զույգ։ 9, որոնց տարբերությունը 1 է։ Հա, նկատի ունես այս 1, 2, 2, 3, 3, 4, 4, 5, 5, 6։
Բայց այստեղ մենք ավելի քիչ զույգ ենք գրել, 5 հատ ենք Չէ, գրել terminal։ կներեք, խառն բան երեցինք, սխալ երինք, նայեք, 1, 2, 2, 3, հետո 3, 4, 4, 5, 6, 5, 6, այդպես, ես խառնեցի, Իրականում ճիշտ էիր ասել, բայց լավ, տեսնենք սենց ոնց ես ասում։ բայց 5, 6, բանը 5, 7-ի Հա։ 7-ի տարբերությունը կլինի 2, Հա, 6-7 պետք է գրեի ճիշտ է։ ստացվեց ընդանուր 9 զույգ, և որոնց տարբերությունը 1 է, և պետք է ընտրել 6 թիվ, պետք է ընտրել 6 թիվ, որոնց տարբերությունը պետք է լինի 1։ Եթե փորձենք խուսափել բոլոր զույգերից, ապա պետք է վերցնենք առնվազն 6 թիվ այնպես, որ դրանցից ոչ մեկը չլինի մյուսի հարևան։ Բայց եթե վերցնենք 6 թիվ 10-ից, ապա գոնե 1 զույգ պարտադիր կլինի։ Ինչու՞։ Սա խնդիրը այդ է, էլի, որ ապահովենք, որ 1 զույգ պարտադիր կլինի։ Բայց արի հենց սրանք ջնջենք ու լուծումը ստեղից շարունակենք։ Հիմա քանի հատ զույգ ենք գրել։ 5, 5 հատ զույգ։ Իսկ քանի հատ թիվ ենք ընտրելու։ 6, Հիմա տեսնում ես Դիրիխլեի սկզբունքը ոնց կարա ստեղ կիրառվի։ բանը պետք է առնվազն 1 տուփում, 1 թվային զույգում պետք է լինի գոնե 2 հատ թիվ։ Ստեղ մի քիչ հակառակն է ձևակերպումը, ոչ թե մենք թվերը տեղավորում ենք, այլ թվերը ընտրում ենք, չէ՞, ստեղից։ Հա, 5 հատ վանդակից ընդհանուր 6 հատ թիվ ենք ընտրում։ Այդ դեպքում ըստ Դիրիխլեի սկզբունքի, ինչ որ վանդակից կընտրած լինենք 2 թիվ։ Որտեղ եթե յուրաքանչյուրից մեկական թիվ փորձեինք ընտրեինք, ընդամենը 5 հատ թիվ, չէ՞, կստացվեր։ Հենց 6-րդը ընտրենք, արդեն ինչ որ վանդակից ստացվելու է 2 թիվ ենք ընտրել։ հա, ու բանը, բայց իրարից տարբեր բնական թվեր, այս ուզում է։ Ուրեմն Իրարից պետք է տարբեր, իրար, ուրեմն հաջորդական են, չէ՞։ հայո, ուրեմն բանը, պնդումը սխալ է։ Որ պնդումն է սխալ։ Այսինքն հնարավոր չէ ապացուցել, որովհետև եթե մենք վերցնենք բանը, ինչը բանը 5 զույգից ամեն մեկից մի հատ կվերցնենք, ստացվի 5 հատ, իսկ եթե 1 տուփի 1 թվային զույգից մյուսը վերցնենք, ապա իրանք կլինեն հաջորդաբար, այդպես ասելով, ուրեմն չի ստացվի։ Չէ, հենց դա կստացվի, որովհետև 6 հատ թիվ ենք ընտրում։ Եթե 5 հատ թիվ ընտրեինք, չէր ստացվի, բայց քանի որ 6 հատ թիվ ենք ընտրում, ուրեմն ինչ որ վանդակից պետք է 2 թիվ ընտրենք։ Որտեղ եթե ամենից մի հատ ընտրեինք, ընդամենը 5 հատ կլիներ, 6-րդի համար արդեն նույն վանդակից ստացվեց 2 թվերն էլ ընտրել ենք։ Հա։ Ուրեմն իրանք դառնում են արդեն հաջորդական։ Արամե քեզ Ես անջատում եմ հատում գրելու տարբերը մտածում էի, որ իրար հաջորդաբար չլինեն։ Պատկերացնում էի այդպես։ Հա, պետքա փորձենք նենց անենք, որ հաջորդաբար չլինեն, որ խնդիրը սխալ ստացվի, բայց քանի որ տենց բան չենք կարողանում անել, ուրեմն հաստատ հաջորդական լինելու են։ Այդ է տրամաբանությունը։ Դիրիխլեի սկզբունքն էլ չէ, տենց ասեցինք, եթե փորձենք ամեն վանդակում մի նապաստակ տեղավորենք, վերջում մի նապաստակ դրսում ամենալու, ուրեմն ստիպված ինչ որ մեկի հետ նույն վանդակում պետքա տեղավորենք։ Մանեն ձեստեղ, եթե փորձենք նենց անենք, որ հաջորդական չլինեն, ուրեմն ամեն զույգից մի հատ պետքա վերցնենք, բայց տենց 5 հատ ստացվում, ուրեմն 6-րդ թիվն էլ պետքա վերցնենք ու արդեն զույգերից մեկն ու մեկի երկրորդ թիվն ենք վերցնելու ստացվում է։ Հասկանալի է՞։ Հարց կա ինչ-որ մեկի մոտ։ Սյունեն գրելա, որ ուրիշ ձև է լուծել, Միքայելին էլ գրել, որ ուրիշ ձև է լուծել, եկեք Սյունեի ձևը լսենք, հետո Միքայելինը։ Ես մտածել եմ, որ որպեսզի իրանց տարբերությունը 1 չլինի, ուրեմն իրանք պետք է լինեն
այդ լրիվ վերցնել կամ կենտ կամ լրիվ վերցնել զույգ, բայց քանի որ 10 թվերից մենակ 5 հատն են զույգ, ուրեմն Ինչի պետք է տենց լինի, որ բոլորը կամ կենտ կամ բոլորը զույգ։ դե որտեղ որ տարբերությունը 1 լինի։ Դե կենտից հանած հա իրար հաջորդը ոնց որ էլի։ Հա, բայց կարող է 1-ից 4 ենք թռնում, հետո 4-ից 6 ենք թռնում, հələ որ ոչ մի երկու հատի տարբերությունը 1 չի, բայց համ կենտ ունենք, համ զույգ ունենք։ Եթե թռնելով անենք, քիչ կմնա։ Բայց պետք է ապացուցենք։ Չէ՞։ Սա խնդիրը է դա, էլի, որ ապացուցենք, որ ոնց էլ փորձես ընտրես, մեկը ի վերջո իրար կողք ինչ-որ մի բան լինելու է։ Ասա Միքայել։ Ես մտածում եմ, եթե մենք փորձենք այնց անենք, որ իրար ստացվի, այնց որ իրար բան չլինեն, մեկ չստացվի, այսինքն մենք պետք է տեղ-տեղ թռնենք, բայց այնց անենք, որ ավելի քիչ թիվ ծախսենք, որ կանանք անենք։ Եղավ, առաջինը կլինի 1, հետո ստիպված պետք է ընտրենք 3, որ չլինի 1։ Բայց չեն կարա 4 ընտրենք։ Դե տենց շատ թիվ միանք, տենց կծախսենք, որ հիմա 2 ընտրենք, արդեն բան կլինի, 2-ը 1-ի հետ արդեն կանվի Տենում 1։ եք երեխայի սկզբունքը այս դեպքերում, որ երբ որ sense ինտուիտիվ զգում եք, որ դե չի լինի, էլի ոնց էլ փորձենք թռնելով են գնալու, այնտեղ հետո ավելի քիչ ալնելու տեղը, թիվ ընտրելը քիչ ալնելու, երբ որ դա ինտուիտիվ զգում եք, բայց բացատրել չեք կարող նորմալ, հստակ մտքերը ձևակերպել, դա օգնության է գալիս երեխայի սկզբունքը։ Ու տենց հստակ կոկիկ ձևակերպում ենք արդեն։ Ես մտածել էի հաստատ մենք որ բան արեցինք, ստեղ կկարանանք տենց անենք ընդամենը, ստեղ 1-ը 3-ը, 3-ը 5-ը, 5-ը 7-ը, 7-ը 9-ը։ Եղավ ընդամենը 4 հատ։ Իսկ մեզ հələ մնում է 2 թիվ էլ նշելու, այսինքն հիմա ստեղ 1, 3, 5, 7, 9, 4 հատ թիվ է Միքայել։ վայ, չէ։ Մի վարքյան, 8 հատ։ Միքայել 1-ը, 3-ը, 5-ը, 7-ը, 9-ը։ Քանի հատ թիվ են իրար հետ։ 5 հատ։ Այ, մալազիաց։ Բայց հələ մեզ 6-րդ թիվ է պետք։ Հա, 6-րդ թիվն էլ որտեղ ինչն էլ ուզում ենք ընտրենք, մեկը հանվելու է նախորդ թվի կամ հաջորդ թվի հետ ու Շունեի ասացնել էր էլի, այդ որ եթե տենց փորձենք հաջորդական չընտրենք, մեկու մեջով ենք ընտրելու, այսինքն կամ 1, 3, 5, 7, 9 կամ 2, 4, 6, 8, 10, բայց էլի այդ ինտուիտիվ պահն է, որ սենց զգում եք, որ տենց պետք է աշխատի, բայց հստակ ձևակերպել չի լինում։ Իսկ երբ որ երեխայի սկզբունք ենք ասում, արդեն հստակ ձևակերպում ենք։ Մի հատ էլ խնդիր անենք ու այսօր ավարտենք։ Տրված 12 իրարից տարբեր երկնիշ, տրված են 12 իրարից տարբեր երկնիշ բնական թվեր, ապացուցել, որ նրանցից կարելի է ընտրել երկուսն այնպես, որ նրանց տարբերությունը լինի երկնիշ թիվ, որը երկու թվանշաններն էլ նույնն են։ Դե լավ, եկեք արդեն լուծենք։ Միքայել Հովակիմյանք ասես լուծումդ։ Մենք կարող ենք այս խնդիրը ոնց մի փոքր ուրիշ ձև մտածենք, թե ասում է, որ երկու թիվը մեզ ասում, մենք կարող ենք մտածել, որ այդ թվերից ոչ մեկը չի կարող լինի այնպիսի, ոնց ասեմ այդ մասը, որ մենք չենք կարող ընտրել այնպիսի երկու թիվ, որ մեկը մյուսից լինի ավելի մեծ, այնպիսի թվը, որ ունի երկու հատ նույն թվանշանը։ Ոնց ասեմ, եթե մենք ունենք Ինձ ասա, որ հասկանանք ամեն դեպքում։ հա, կբարդ է։ Նույնիսկ եթե մենք ունենք ABC, չգիտեմ, լիքը թիվ, հա, այդ թվերից ոչ մեկը չի կարող լինել մեկը մյուսից մեծ, երկու հատ նույնիշ ունեցող թվով։ Նու այս խնդրի տեսքով։ Նու մենք մեզաշել լավ կլինի, մենք միշտ ընտրենք այդ երկու թվանշանոց թիվը որպես 11-ը, բայց նաև կարող են այդպես չլինի։
Եթե մենք ընտրում ենք 11 այդ թիվը, հա։ Եթե մենք ընտրում ենք այդ թիվը 11-ը, ուրեմն եթե մենք ընտրեցինք 12-ա թիվ, մենք կարող ենք հասկանալ, որ դրանից ոնց էլ թվեր ընտրենք, միշտ դրանց տարբերությունը միշտ կարող է լինել 11։ Իսկ հիմա դու էլ այդքան էլ լավ բան չհասկացար քո ասածից։ Ես էլի եմ պահնա, որ ինչ-որ բան սենց ինտուիտիվ զգում ես, բայց հստակ ձևակերպել չի լինում, էլի։ Ջան։ Լավ, Միլենային լսենք։ 12 թվերի մեջ կգտնվեն երկու թվեր, որ բաժանվում են 11-ի, չէ 11-ի բաժանելիս տալիս են նույն մնացորդով, որով 11-ի բաժանելիս ստացվում է տարբեր մնացորդով քանակ։ Նույն մնացորդ թվերը տարբերությունը բաժանվում է 11-ի, հետևաբար դրանց ընդհանուր թվաշանները նույնը կլինեն։ Մի քիչ լավ վերաձևակերպենք։ Մեզ պետք է, որ ստացվի նենց երկնիշտի, որ երկու թվանշաններն էլ նույնն են։ Իսկ ինչ է նշանակում, որ երկնիշտի երկու թվանշաններն էլ նույնն են։ Նշանակում է, որ ինքը բաժանվում է 11-ի, չէ՞։ Այդպիսի թվերն են 11, 22, 33, 44, մինչև 99։ Այսօր երկու հատ նույն թվանշանից կազմված երկնիշտ թիվը բաժանվում է 11-ի։ Այսինքն խնդիրը նույնն է, ինչ ասես, որ տրված են 12 հատ իրարից տարբեր երկնիշտ բնական թվեր, ապացուցել, որ ինչ-որ երկուսի տարբերությունը բաժանվում է 11-ի։ Այսինքն, որի երկու թվանշաններն էլ նույնն են պայմանը, ձևափոխեցինք, որ թիվը բաժանվում է 11-ի։ Իսկ երբ է երկու թվերի տարբերություն բաժանվում 11-ի։ Երբ որ այդ երկու թվերը 11-ի բաժանելիս տալիս են նույն մնացորդը։ Ճիշտ է։ Օրինակ, եթե մեկը լինի 11 անգամ 4 գումարած 2, մյուսը լինի 11 անգամ 2 գումարած 2։ Որ այս երկու թվերը իրարից հանենք, այս մնացորդները իրար հետ կկրճատվեն, կստացվի 11 անգամ 2, չէ՞։ Այսինքն 11 անգամ 4-ից հանած 2։ Ուրեմն թվերի տարբերությունը բաժանվում է 11-ի, եթե իրանք տալիս են նույն մնացորդը։ Փաստորեն խնդիրը վերափոխեցինք, ստացանք մնացորդների հետ կապված իրավիճակ։ Ուրեմն պետք է ապացուցել, որ 12 հատ իրարից տարբեր երկնիշտ բնական թվերի մեջ ինչ-որ երկու հատը տալիս են 11-ի բաժանելիս նույն մնացորդը։ Իմանանք, թե որոնք են 11-ի բաժանելիս մնացորդները։ Կարող լինի 0 մնացորդ, 1 մնացորդ, 2 մնացորդ, մինչև 10 մնացորդ։ Ուրեմն տարբեր մնացորդների քանակը 11 հատ է։ Եթե 12 հատ թիվը տեղավորենք այս վանդակների մեջ, ամեն թիվը իրան համապատասխանող մնացորդի վանդակի մեջ։ Ուրեմն ինչ-որ երկու թիվ նույն վանդակի մեջ են, չէ՞ լինելու։ Եթե երկու թիվ նույն վանդակի մեջ են, ուրեմն իրանք տալիս են նույն մնացորդը։ Ուրեմն տարբերությունը բաժանվում է 11-ի։ Ուրեմն, քանի որ սրանք երկնիշտ բնական թվեր էին, նշանակում է 11-ի բաժանվելուց երկու հատ նույն թվանշանից է կազմված։ Բարձր։ Այս մի քիչ դժվար խնդիր էր։ Ուղղակի այս մեկը դրել էի, որ դասի ընթացքում միասին քննարկենք, որովհետեւ տնայինին սրանման մի քիչ բայց ավելի հեշտ էլի, ոչ թե այսքան բարդ։ Բայց այս տիպի խնդիրներ կլինեն մի քանի հատ։ Ասա Միքայել։ Ես բանով եմ ասել, դիրիխլի բանով, սկզբունքով, մտածել եմ, ասենք 10-ից մինչև 19 թվերի մեջ կա 10 հատ թիվ։ 10-ից մինչև 19 թվերը ինչ կապ ունեն մեր հետ։ Երկնիշտ թվերը 10-ից մինչև 99-ն են։ Հա, գիտեմ։
շարքերը, այտենց որ չկրկնվեն իրարից, 10 թիվը ամեն շարքի մեջ, այդ ասած։ Բայց այդ 10 թիվը, որ մենք գրում ենք, մենք տեսնում ենք, որ մենք 12 թիվ ունենք։ Այսինքն հաստատ երկուսը ինչ տեղում էլ, ինչ ուզում ենք գրենք 98, տեն տարբերություն չկա, բանա լինելու, էլի կլինի, դրանցից գոնե յուրաքանչյուրը։ Դրանցից գոնե յուրաքանչյուրը իհարկե շատ Գոնե երկուսը։ նայ քո ասածը հեսա որ ասում ես 10, 11, 12 մինչև 19 ընդհանուր ունենք 10 հատ թիվ ու եթե նայենք նույն ձևով 20-ից 29, 30-ից 39 ու տեն շարունակ 12 հատ թիվ ընտրելուց նկատի ունես, որ օրինակ կընտրենք 12 42, չէ՞։ Իրար բայց 42-ի ու 12-ի տարբերությունը ոչ թե 11-ի է բաժանվում, այլ 10-ի է բաժանվում։ Որտեվ 30 է էլ ինքը, չէ՞։ Այսինքն եթե ասել ապացուցել կա երկու թիվ, որոնց տարբերությունը բաժանվում է 10-ի, քո ասածը ճիշտ կլիներ։ Բայց մեզ 11-ի է պետք։ Դրա համար արդեն դες համել քո ասածում ոնց որ 10 հատ ասեցի տարբեր կա, մենք 12 հատ ենք ընտրում։ Մի հատ էլ նույնիսկ ավելցուկ կար, չէ՞։ 11-ն էլ քեզ 3 կլիներ։ Դրա համար քո ասածը 10-ի բաժանվելու մնացորդով է աշխատում, բայց 11-ի վրա արդեն պետք է 11-ի մնացորդներն են, ոչ թե 10-ի մնացորդները։ Դեռ թվի վերջի թվանշանը 10-ի բաժանելուց մնացորդն է, չէ՞ իրա։ Ճոգիր։ Այսինքն եթե խնդիրը ասել ապացուցել, որ կան երկու թվեր, որոնց տարբերությունը վերջանում է 0-ով, քո ասածը ճիշտ կլիներ, 10 հատ հնարավոր վերջի թվանշան կա, 12 հատ թվի մեջ երկու հատը ուրեմն նույն թվանշանով են վերջանում, ուրեմն իրենց տարբերությունը 0-ով է վերջանում։ Բայց մեզ պետք է 11-ի բաժանվել։ Հասկանալի է՞ր։ Հարցեր կան։ Եթե չկան, ձայնագրությունը անջատ է։